Ինչու են մարդիկ շարունակում սատարել ձախողված ու դավաճան առաջնորդին։ Նա խոստացավ հաղթանակ, բայց մենք պարտվեցինք։ Խոստացավ բարեկեցություն, բայց երկիրը քայքայված է։ Խոստացավ արժանապատվություն, բայց հպարտությունը փոխարինվեց հիասթափությամբ։ Նա ստորագրեց մի թուղթ, որով զիջեց մեր հողերը։ Նա թողեց մեր տղաներին անպաշտպան, առանց սպառազինության, առանց ղեկավարման։ Նայեք, 18-ից 20 տարեկան երեխեք, ոնց կարանք մենք ես միշտ տպահենք, ես ինչա կատարվում։ Եղերն էլ ոնց ա լինում, ոնց։ Այդքան տան ճրակ, այդքան անմեղ երեխեք։ Նա խոստովանեց, որ չկարողացավ պահել պետությունը։ Ու այսօր նա դեռ վարչապետ է։ Ինչպես է սա հնարավոր։ Ինչու է մի ողջ ժողովուրդ դեռ լուռ մարսում դավաճանությունը։ Մարդը չի սիրում ընդունել, որ սխալվել է։ Երբ մի առաջնորդի հավատում ես ամբողջ սրտով, ներդնում ես քո հույսը, քո ընտրությունը, անգամ քո հավատքը, ապա նրա ձախողումը սկսում ես ընկալել որպես քո ձախողում։ Սա հոգեբանության մեջ կոչվում է կոգնիտիվ դիսոնանս։ Խոստովանել սխալդ ցավոտ է։ Ավելի հեշտ է ասել. նա լավն էր, պարզապես նրան խանգարեցին։ Ղարաբաղը իմն է, բայց էլի Թուրքինն է գնացել։ Թուրքիա ձերով է։ Ով ստորագրեց, ով։ Ով։ Նիկոլիս, որտեվ գողցան տարան, էդ ես ուզում իմանաս։ Այ ցավը տար։ Ֆակտ լուրա։ Ինչ զենքը դինի գլխին ասես պիտի ստորագրես 10։ Հայաստանում քաղաքացին ձայն է տալիս ոչ թե ծրագրին, այլ դեմքին։ Այդ դեմքին նա սկսում է սիրել, պաշտել, հերոսացնել։ Որտեվ ասֆալտից հետո բանը ասֆալտը ամենա ինչ ենք մենք ասֆալտը սիրում ի վերջո, որովհետև ասֆալտը դա տենց Նույնիսկ երբ այդ դեմքը ստորագրում է կապիտուլյացիա, նույնիսկ երբ այդ մարդը թողնում է հայրենիքը թշնամու ոտքի տակ, երբ մարդը իրեն կապում է առաջնորդի հետ, նրա ձախողումը դառնում է ցավոտ անձնական հարված։ Ու նա սկսում է արդարացնել կուռքին, ինքը իրեն չվիրավորելու համար։ Եթե հացը լինի, մի հացը լինի նույնիսկ 1000 դրամ, միևնույնն է, մեր վարչապետը, մեր դուխով վարչապետը պիտի լինի, մեր ղեկավարը, որտեղ մենք դες շատ վստահում ենք, շատ։ Սա չարաբաստիկ հոգեբանություն է։ Սա հոգեբանական համակերպում է դավաճանության հետ։ Դա միայն քաղաքական ձախողում չէր։ Դա պետական դավաճանություն էր, ըստ դրա բարոյական, քաղաքական եւ ազգային բոլոր չափանիշների։ Եվ երբ ժողովուրդը նրան չհեռացրեց, այլ նորից ընտրեց, տեղի ունեցավ երկրորդ, ավելի ծանր պարտությունը։ Ազգի արժանապատվության պարտությունը։ Մեզ հողերը չի հետաքրքրել։ Ավելի լավ է համատարած պատերազմ լինի, մեր ու մանուկ կոտորվեն։ Հղի չբեր բոլորը, քանստե կան նախկին իշխանությունը։ Ինչն է առավել կարևոր, հողը թե աթոռը։ Նիկոլ Փաշինյանի համար պատասխանը պարզ էր։ Նա հանձնում էր սահմանները, դիրքերը, խրամատները, բայց ոչ իր պաշտոնը։ 2021-ին զարմանալիորեն նա կրկին ընտրվեց։ Մարդ, ով կորցրել էր Շուշին ու Հադրութը։ Չադուր կա, վճռայոն կա, վշտուն, տղազ է չկա։ Ամեն ինչը չկա, կորցրել է։ Գնաց մա վիրավորը պրկի։ Բեսպոդիկը եկամ դկարեց, իգնատիրն է եկամ, մրմբակոց ես տղայի սիրեսը չեմ դեսել։ Մարդ, ում օրոք հազարավոր զինվորներ զոհվել էին, ինչպես հետագայում կասեր իր կինը հանուն ոչնչի։ Մարդ, որ ոչ մի անգամ չընդունեց իր պատասխանատվությունը։ Այսօր նա դեռ կառավարում է։ Նիկոլ Դավաճան! Նիկոլ Դավաճան! Նիկոլ Դավաճան! Նիկոլ Դավաճան! Նիկոլ Դավաճան! Սա ազգային իներցիայի ու հուսահատության սիմվոլ։ Մի ժողովուրդ, որը չպաճեց դավաճանությունը, դատապարտված է նորին, այսօր էլ կան մարդիկ, որ ասում են. Իսկ ո՞մ ընտրենք։ Նա գոնե կոռումպացված չէր։ Նա ուզում էր խաղաղություն։ Սա մեղսակիցների հնչերանգն է։ Որովհետև լռելը դավաճանության առջև նշանակում է նրան սատարել։ Իսկ արդարացնելը դառնալ նրա հանցակիցը։ Սրան անեք, մարդ չմեռնի էլ, հող չտանք էլ, մարդկանց կյանք չխախտվի էլ, երկիրս խայտառակ չլինի էլ։ Խաղաղություն, որը կառուցվում է անարժանապատվորեն երկար չի տևի։ Ոչ մի ապագա չի կառուցվի այն ղեկավարի շուրջ, ով քանդել է անցյալը, խեղել ներկան ու հարցականի տակ է դնում ապագան, բայց հիշեք, պատմությունը մեկից շատ անգամ չի ներում։ Եվ ժողովուրդ, որ չգիտի հեռացնել դավաճանին, վաղը կսկսի կորցնել ոչ միայն հողերը, այլ իր պետությունը։ Մեր երկրի ողբերգությունը անձերի մեջ չէ, այլ հանրության կուրության։ Բայց դա շտկելի է։ Ոչ թե լռությամբ, այլ պայքարով։ Բաժանորդագրվիր, տարածիր, խոսիր։ Որովհետև լռության գինը պետության ոչնչացումն է։